Ես նախ եւ առաջ ուզում եմ ջերմորեն ողջունել հայկական վերածնունդ կուսակցության այս մեր հիմնադիր համագումարի բոլոր մասնակիցներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում հետ ես 20 տարի շարունակ արդեն պայքարում եմ Հայաստանի քաղաքական դաշտում, իսկապես օրենքի իշխանություն, իրավական պետություն կառուցելու համար։ Եվ 20-ամյա այդ քաղաքական պայքարը մեզ բերեց մի աներկբա համոզման, որ Հայաստանում փոփոխություններ կատարելու համար իսկապես անհրաժեշտ է նախաձեռնել լայն հասարակական քաղաքական կոնսոլիդացիա։ Եվ ես գրեթե 1 տարի առաջ ձեռնամուխ եղա այդ մեկնարկին եւ տևական ու բուռն քննարկումներից հետո մեզ հաջողվեց ավելի քան 150 կազմակերպությունների համախմբել հայկական վերածննդի գաղափարի շուրջ։ Ես այսօր ուզում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը այն բոլոր կուսակցությունների նախագահներին, նրանց ղեկավար մարմիններին, հասարակական կազմակերպություններին, շարժումներին, 1000-ից ավելի անվանի գիտնականներին, մտավորականներին, բժիշկներին, ձեռներեցներին, ովքեր համախմբվեցին այս գաղափարի շուրջ եւ մենք այսօր այս դահլիճում միասին հիմնադրում ենք հայկական վերածնունդ կուսակցությունը, ինչի առիթով մեկ անգամ եւս բոլորի շնորհավորում եմ։ Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնության մեկնարկից հետո հրապարակ նետվեցին երկու հիմնական թեզեր, որոնց ես ցանկանում եմ անդրադառնալ։ Առաջին, օրինաց երկիր կուսակցությունը հեղինակազրկված էր եւ գնում է անվանափոխության կուսակցության, եւ երկրորդ թեզը, որը նետվեց հրապարակ, որ Արտուր Բաղդասարյանին միացել են չեղած մարդ կուսակցություններ։ Ես այժմ ցանկանում եմ այդ երկու հրապարակային հնչեցված գնահատականներին անդրադառնալ։ Առաջինը օրինաց երկիր կուսակցության մասին։ Լավ, եթե օրինաց երկիր կուսակցությունը հեղինակություն չունի, այդ ոնց եղավ, որ վերջի 20 տարիների ընթացքում օրինաց երկիր կուսակցությունը եղել է խորհրդարանական քաղաքական ուժ։ Սա մեր քաղաքական թիմի հանրային գնահատականն է։ Խոսքը չի գնում 10,000 կամ 100,000 քվեի մասին։ Դրանք 100 հազարավոր քվեներ են, դրանք մեր քաղաքացիներն են, ովքեր տասնամյակ շարունակ քվեարկել են մեր քաղաքական կազմակերպության օգտին։ Սա է հեղինակության իրական գնահատականը։ Այն, որ օրինաց երկիրը, իսկ Հայաստանում մի ձեռքի մատերը շատ են թվարկելու համար, թե քանի կուսակցություն կա, որ վերջի 20 տարում մշտապես եղել է ազգային ժողովում, առանձնացել է իր ինքնատիպությամբ, վճռականությամբ, իր առջև դրված խնդիրները համառորեն առաջ մղելում տրամադրվածությամբ եւ ասել այսօր, թե օրինաց երկիր կուսակցությունը հեղինակություն չունի, դա ուղղակի քաղաքական չարության եւ բարբաջանքի անհաջող մի դրսևորում է։ Հիմա անվանափոխության մասին։ Ես սիրում եմ օրինաց երկիր անունը եւ այս դահլիճում նստած շատ-շատերը։ Դա մեր կյանքի մի մասնիկն է եւ մենք մեծացրել ենք օրինաց երկիր մեր զավակի պես։ Եվ եթե ոմանց թվում է, թե հեշտ է հրաժարվել օրինաց երկիր անունից, չարաչար սխալվում եք։ Բայց այն աննախադեպ համախմբումը, որ մենք նախաձեռնեցինք, երբ որ տարբեր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների հետ հանդիպում էինք, 100%-ով դեմ էին, եթե այդ կուսակցությունների առաջնորդները դառնային օրինաց կամ անդամները դառնային օրինաց երկիր կուսակցության անդամ։ Այսինքն, ո՞րն էր պատճառը։ Պատճառը նա էր, որ մենք պայմանավորվեցինք միասին համախմբվել եւ ստեղծել մի նոր բան, մի նոր կառույց, մի նոր կազմակերպություն։ Եվ հենց այդ պատճառով էր, որ ներկա կուսակցությունների առաջնորդները, հասարակական կազմակերպությունների նախագահները եւ մեր քաղաքական թիմը համատեղ որոշում կայացրեցինք միաձուլվել, համախմբել մեր ներուժն ու ջանքերը եւ ստեղծել նոր քաղաքական կազմակերպություն։ Եվ ի վերջո, ինչու հայկական վերածնունդ, որտեղ մեր ազգը իսկապես վերածննդի կարիք ունի։ Այս թշվառ, ողորմելի վիճակից դուրս գալու կարիք ունի։
Դուք տեսեք գյուղերում, մարզերից այսօր այստեղ մարդիկ կան, տեսեք ինչպես են ապրում ձեր հարևանները, ինչպես է ապրում մեր ժողովուրդը, բոլոր ոլորտներում, քաղաքականություն, տնտեսություն, սոցիալական ոլորտ, բնապահպանություն, դեմոգրաֆիա, ներքին ու արտաքին քաղաքականություն, բոլոր ոլորտներում մենք նոր սկզբի ու վերածննդի կարիք ունենք։ Ահա սա էր պատճառը, որ մենք որոշեցինք հենց անվանել մեր նոր համատեղ կուսակցությունը հայկական վերածնունդ։ Այժմ երկրորդ թեզի մասին, թե իբր ինձ միացել են չեղած կուսակցություններ։ Նախ ես ձեզ ասեմ, որ բոլոր կուսակցությունների նախագահները, որոնց հետ մենք միասին համախմբվել ենք, շատ պատվարժան մարդիկ են։ Եվ շատ երկար ու բուռն քննարկումներ են եղել, որպեսզի մենք կարողանանք այս համախմբումը իրականացնել։ Եւ ուզում եմ ասել, որ ամեն մի կուսակցությունում նվազագույնը 2-3 հազար մարդ կա։ Գումարեք դա մոտավորապես 40-50 հազար մարդ հասարակական կազմակերպություններին չհաշված միացել են այս շարժմանը։ Նույնը վերաբերում է հասարակական սեկտորին։ Ես ողջունում եմ բոլոր հասարակական կազմակերպություններին, նրանց առաջնորդներին, նրանց մեծ ու փոքրիկ թիմերին այս աննախադեպ համախմբումը իրականացնելու համար։ Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել կուսակցությունների նախագահներին, ովքեր քաղաքացիական արիություն ունեցան, քաղաքական քաջություն ունեցան, վեր կանգնել իրենց ամբիցիաներից։ Միավորված այս կուսակցությունների մեջ կուսակցություն կա 15 տարեկան է, 20 տարեկան է։ Նրանցից մի մասը ընտրություններին մասնակցել է ինքնուրույն, մյուս մասը տարբեր համագործակցության ֆորմատներով։ Հեշտ չէ նրանց համար այդ որոշումը կայացնելը։ Բայց գիտեք ինչ կա, եթե մենք չձերբազատվենք մեր մանր-մուներ ամբիցիաներից ու շահերից, մենք պորտկում անելու կարողություն չենք կարող ունենալ։ Տեսեք, այսօր էլ Հայաստանում կան կուսակցություններ, ստեղծում են նորերը, գուցե ելիք ստեղծվեն, որն է նպատակը։ Մուտք գործել խորհրդարան։ Հիմա մենք որպես 20-ամյա փորձառություն ունեցող խորհրդարանական կուսակցություն ուզում ենք ասել. լավ, 5 հոգով, մի քանի մանդատով, երկրում ինչ ես փոխելու։ Ոչինչ։ Երկրում կարող է փոփոխություն մտցնել, բեկում մտցնել միայն լայն համախմբումը։ Եվ այս իմաստով ես ուզում եմ ողջունել նորից եւ հստակ ասել մի կարևոր առանձնահատկության մասին եւս։ Ինչն է հետաքրքիր, բարեկամներ։ Նաեւ այս դահլիճում կան գործընկեր կուսակցություններից ներկայացներ, բայց գերազանցապես նաեւ օրինաց երկիր կուսակցության իմ ընկերներ։ Այս բոլոր կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները, որոնք միացել են մեզ, դրանց գերակշիռ մասը երբեք մեր համախոհը չի եղել։ Նրանք ընտրություններում երբեք մեր օգտին չեն քվեարկել։ Այսինքն ես ուզում եմ ձեզ ասել, տեսեք թե ինչքանով է հզորանում մեր միացյալ թիմը։ Ուրեմն բարի երթ հայկական վերածննդին։ Այժմ ուզում եմ խոսել 3 խնդիրների մասին։ Ինչու ստեղծվեց հայկական վերածնունդը։ Ես արդեն ասացի, բայց 2 շտրիխ ուզում եմ ավելացնել։ Երկրորդը, ո՞րն է մեր տեղը եւ դերը հայրենի քաղաքական դաշտում, եւ երրորդը, ինչ արժեքներ ենք մենք որդեգրում եւ ինչ նպատակների ենք մենք ձգտում ու հետապնդում։ Հայկական վերածնունդ այս քաղաքական շարժման ստեղծման նպատակը մեկն է։ Հայ ժողովրդի հավատի վերականգնումը, որ այն երկրում, որտեղ ինքը ապրում է, անհրաժեշտ է եւ իսկապես հնարավոր ինչ-որ բան փոխել։ Եվ ամեն մի կուսակցություն փոխնում է իր կողմը քաշելով, երբեք հաջողության չի կարող հասնել։ Ով հասկանում է քաղաքականության այբուբենը, նա պետք է գիտակցի մի պարզ բան. փոփոխության համար անհրաժեշտ է համախմբում։ Եվ հենց այս նպատակով է, որ ստեղծվել է հայկական վերածնունդը, եւ ես ձեզ ասեմ, որ հայկական վերածննդի ստեղծման առաջին փուլը մենք փակում ենք հիանալի։ Մենք 150-ից ավելի, միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում 10 կազմակերպություն է միացել մեզ։ Կազմակերպություններով մենք ավարտում ենք առաջին էտապը, այսինքն մենք հիմնադրում ենք մեր միացյալ համագումարը,
բայց մեզ առաջիկային սպասում է համառ, հետևողական, դժվարին ու պատասխանատու աշխատանք։ Այն մարդիկ, ովքեր իսկապես փոփոխություն են ցանկանում իրենց կյանքում, իրենց զավակների կյանքում, ովքեր ուզում են, որ հայերը հայրենիք ունենան Հայաստանում, ոչ թե գաղթականի կյանքով օտար ափերում հաջողություն փնտրեն, պետք է համախմբվեն, հասարակական քաղաքական լայն կոնսոլիդացիայի միջոցով կարողանան մեր երկիրը այս խորը փոսից հանել դուրս։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ անդրադառնալ երկրորդ ռետորական հարցադրմանը, ի վերջո որն է լինելու մեր տեղը եւ դերը այս քաղաքական դաշտում։ Օրինաց երկիր կուսակցությունը իր հիմնադրման առաջին իսկ օրերից Հայաստանի քաղաքական դաշտում հանդես է եկել առողջ մրցակցային նորարարական գաղափարներով։ Մենք այսօր էլ արդեն իբրև հայկական վերածնունդ շարունակելու ենք մեր ամենօրյա ու համառ աշխատանքը։ Այսօր մեր թիկունքում 250-ից ավելի ընդունված օրենքներ են, որոնցից շատերը շատ դրական փոփոխություններ են մտցրել մարդկանց կյանքում, բայց մեր երկիրը ցավոք համակարգային փոփոխությունների կարիք ունի։ Համակարգային փոփոխություններ իրականացնելու համար քաղաքական դաշտում մեր տեղը առաջիկա ժամանակահատվածում լինելու է հետևողական աշխատանքը կոնսոլիդացիան մեծացնելու համար։ Մենք նորից օգտվելով առիթից ես դում եմ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին եւ շարժումներին մի կողմ դրեք ձեր ամբիցիաները։ Եկեք համախմբվենք, իսկապես պայքարենք հայկական վերածննդի համար։ Վերածնունդ, որ այնքան անհրաժեշտ է մեր ազգին ու մեր երկրին։ Քաղաքական դաշտում մենք երբեք չենք առաջնորդվել ատելության ու թշնամության կարգախոսներով։ Քաղաքական խաղաղություն եւ ոչ քաղաքական պատերազմ, քաղաքական մրցակցություն եւ ոչ քաղաքական ատելություն, սրանք եղել եւ մնալու են մեր քաղաքական թիմի գերակա ուղղություններից մեկը։ Այսօր Հայաստանում նաև շատ է խոսվում հեղափոխությունների մասին, ռեժիմից վաղը չեմիսօրը ազատվելու մասին եւ այլ եւ այլ։ Ես ուզում եմ նշել մի կարևոր պարագա։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն, բայց այդ հեղափոխությունը առաջին հերթին անհրաժեշտ է մեր գաղափարներում, մեր ուղեղներում, մեր հոգիներում, մեր ձգտումներում։ Մենք պետք է մեր մեջ սպանենք այս տրկացած հատվածին, որ կա, որը կորցրել է իր հույսը, ոչ մի բանի չի հավատում։ Մենք պետք է կարողանանք գտնել մեր ներսում, մեր հավատի ուժը, մեր պայքարի ներուժը, մեր ոգին ու վճռականությունը իսկապես պոռթկում կատարելու համար։ Նայեք տարբեր ժողովուրդների, տարբեր հասարակական, քաղաքական ու սոցիալական պոռթկումների ու ընդվզումների, դրանց հիմքում դրված է եղել մարդկանց կողմից իսկապես իրենց կյանքում փոփոխություններ մտցնելու համար պայքարը։ Դրա համար մենք նախ եւ առաջ ասում ենք. հեղափոխություն մեր գաղափարներում, հեղափոխություն մեր հոգիներում, որպեսզի մենք հավատանք մեր մեջի, մեր միջի ներուժին եւ վճռական լինենք պայքարելու այդ փոփոխությունների համար։ Քաղաքականությունը, սիրելի հայրենակիցներ, դա խաղուպար չէ, դա պրագմատիզմ է։ Քաղաքականության մեջ պետք չէ անել ինչ-որ բան հետո մտածել։ Քաղաքականության մեջ քայլերը պետք է լինեն հաշվարկված, փաստարկված։ Եվ ես ուզում եմ նաև գոհունակությամբ փաստել, որ հայկական վերածննդի մեկնարկը այսքան կուսակցությունների հասարակական կազմակերպությունների, շարժումների ու մտավորականների համախմբումը հենց այդ փաստարկված քաղաքականության արդյունքն է։ Ես ուզում եմ, որ մենք անպայման մեր հասարակությանը քաղաքական դաշտում մեր տեղ ու դերը գրավելով առաջարկենք նորարարական գաղափարներ։ Մեր երկիրը եւ մեզ շրջապատում են հրաշալի երիտասարդներ։ Ցավոք Հայաստանում մարտնչող տգիտությունը բարձունքներ է նվաճում։ Գրագետ ու կիրթ մարդը այս հասարակության մեջ պահանջարկ չունի, որտեղ ընտրական գործընթացներում շատ հաճախ պահանջվարկն են, թաղային հեղինակությունները, տարբեր քրեական էլեմենտները, որոնք դառնում են գործիք իշխանությունների ձեռքին կեղծելու ընտրությունների արդյունքները։ Մեզ պետք են նոր մտածողությամբ, նոր գաղափարներով մարդիկ, եւ այսօր նաեւ ես գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ մեր թիմում կա այդ երիտասարդական ներուժը։ Գալիս են մարդիկ, ովքեր ուզում են պայքարել Հայաստանի առաջընթաց զարգացման համար։
Քաղաքական դաշտում առաջիկա ամիսներին մեր գերնպատակը լինելու է կոնսոլիդացիոն գործընթացների համառ շարունակությունը։ Մենք չենք քաշելու եւ չենք ամաչելու, դիմել բոլորին համախմբան կոչով։ Երբ որ ես մեկնարկ տվեցի այս նախաձեռնությանը, շատերը ժպտում էին։ Ծիծաղում որոշները, բայց ինչպես ասում են, ճշմարտությունը սկզբից թվում է ծիծաղելի, հետո դառնում է վիճարկելի, վերջում անբեկանելի։ Այսօր անբեկանելի էր այն ճշմարտությունը, որ այսօր 150 կազմակերպություն Հայաստանում համախմբվել է եւ հռչակում է նոր քաղաքական կուրս, երկրի փոփոխությունների համար պայքարելու վճռականություն եւ իսկապես մեր երկիրը այս դժվարին իրավիճակից դուրս բերելու համառություն ու համարձակություն։ Դրա համար ես նորից մեկ անգամ առաջարկում եմ ծափերով ողջունել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեցան արիություն եւ միացան մեր պայքարին։ Սիրելի հայրենակիցներ, իմ ելույթի երրորդ մասում ես ուզում եմ անդրադառնալ մեր նպատակներին, ուզում եմ հնչեցնել որոշ գնահատականներ, որոնք կարծում եմ որ կարևոր են։ Գիտեք ինչ կա, այն որ մեր երկրի վիճակը վատ է, բոլորը գիտեն։ Երեք լսում էի պարոն Չիբուխչյանի ելույթը հեռուստատեսությամբ, ասում են նույնիսկ մանկապարտեզի երեխան գիտի ինչ վիճակում ենք մենք գտնվում։ Տնտեսական դաշտում մենք ունենք իսկապես անկում ու նահանջ։ Սոցիալական դաշտում եւ սոցիալական քաղաքականության մեջ մենք ունենք զանգվածային գործազրկություն, ահագնացող արտագաղթի տեմպեր, իր աշխատավարձով իր ընտանիքը պահել չկարողացող քաղաքացիներ, սոցիալական թշվառություն ու զանգվածային գործազրկություն։ Դեմոգրաֆիական վիճակով մենք ունենք ծերացող հասարակություն, ամուսնալուծվող ընտանիքների աճ, որի հիմնական պատճառը սոցիալական իրավիճակն է, ծնելիության անկում, մահացության աճ։ Քաղաքական առումով կամ քաղաքական ասպարեզում մենք ունենք նահանջվող ազատություններ, անկախ դատական համակարգի բացակայություն, կոռուպցիայի հետևողական աճ եւ գլոբալ իմաստով հույսի ու հավատի բացակայություն։ Արտաքին քաղաքական ճամբարում Հայաստանը համառորեն զիջում է իր մրցունակությունը, մենք կորցրել ենք մեր մրցակցային առավելությունները ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում, որովհետև անընդհատ մենք մեզ ասում ենք, որ մենք փոքր ենք, եւ փոքր լինելով չենք ցուցաբերում նախաձեռնողական, ներքին ու արտաքին քաղաքականություն, որի արդյունքում ցավոք տարածաշրջանային այն հնարավորությունները, որ այսօր կան, Հայաստանը ոչ միայն չի կարողանում այդ հնարավորություններից օգտվել, այլ իրոք մենք հայտնվել ենք ուղղակի փակուղային իրավիճակում, մինչդեռ մենք հնարավորություն ունեինք մի թռիչ, մի պորտկում կատարելու եւ մեր երկիրը տանելու իսկապես որակապես նոր զարգացումների ճանապարհով։ Դրա համար հայկական վերածնունդ միավորումը առաջարկելու է։ Առաջին, տնտեսական կյանքում մեծացնել տնտեսական ազատությունը, համառ ու հետևողականորեն երաշխավորել տնտեսական դիվերսիֆիկացիան, հետևողականորեն պայքարել տնտեսական օլիգոպոլիաների, մենաշնորհների, տնտեսական կոռուպցիայի դեմ։ Այսօր պետությունը չի կարողանում օգնել գործարարին, գոնե պարտավոր է չխանգարել։ Տնտեսական դաշտում մենք պետք է հանդես գանք նորարարական գաղափարներով ու ծրագրերով։ Սոցիալական ոլորտում մենք պետք է կարողանանք իսկապես նորովի ու իրական հայացք նետել Հայաստանի սոցիալական բնագավառում կուտակված խնդիրներին, որոնք տասնամյակներ շարունակ չեն կուտակվում։ Գիտեք ինչ կա, այսօր 28 տարի առաջ կամ 3, հիշեք, Ղարաբաղյան մեր ազգային զարթոնքի օրն էր։ Անցել է գրեթե 3 տասնամյակ, բայց 30 տարի ցավոք մեր երկրի կառավարիչները չկարողացան այս երկրի համար ապահովել գոնե զարգացման հնարավորություն։ Գիտեք ինչ կա, երկու պատճառ կարող է լինել։ Չեն ցանկանում, թե չեն կարողանում։ Երկու դեպքում էլ նրանք պետք է հեռանան։
Հայաստանում պետք է իսկապես նոր որակի, նոր բովանդակության իշխանություն։ Իշխանություն, որ մտածում է հասարակության մասին, իշխանություն, որ կոչված է սպասարկելու հասարակության ու ժողովրդի շահերը։ Եվ դրա համար, գիտեք ինչ կա, խոսքերը ոչինչ չարժեն։ Անհրաժեշտ է գործողություններ, որտեղ ինչպես փիլիսոփաներն են ասում, գործողությունները միշտ ավելին արժեն, քան սոսկ բառերը։ Դրա համար մենք երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մնացած բոլոր ոլորտներում հանդես են գալու նորարարական մոտեցումներով, գաղափարներով ու ծրագրերով։ Սիրելի հայրենակիցներ, չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը կարողանա ապահովել նաև իր մրցակցային առավելությունները արտաքին աշխարհի հետ իր հարաբերություններում։ Տեսեք, Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Դրա հենքով ստորագրվել են տասնյակ միջպետական համաձայնագրեր։ Բայց մենք ցավոք չենք կարողանում օգտվել միջազգային կազմակերպությունների անդամակցության այդ ներուժից, այդ ռեսուրսից, այդ հնարավորություններից, որտեղ մեզ պակասում է նախաձեռնողականությունը, մեզ պակասում է համառությունը, նորարարական գաղափարներն ու վճռականությունը։ Մենք պետք է ի վերջո հասկանանք, որ Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում նստած հայ ազգի դարդերի մասին չեն մտածում։ Մենք պետք է լինենք համառ ու նախաձեռնող, որպեսզի մեր ազգային խնդիրները ընկալելի ու հասկանալի դարձնենք արտաքին աշխարհի համար։ Մինչև տարվա վերջ հայկական վերածնունդը իր գրասենյակները կբացի Եվրոպայի մի շարք խոշոր պետություններում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում եւ նաեւ մեր այս գրասենյակների հիմնադրման նպատակը պետք է լինի, որպեսզի մենք կարողանանք տարբեր քննարկումների, բանավեճերի, մոտեցումների ներկայացման միջոցով ներկայացնել մեր ազգային ներուժը, ի վերջո 10 միլիոնանոց հայկական սփյուռքը։ Մենք չենք կարող սփյուռքի ներուժը օգտագործել։ Գիտեք ինչի չենք կարող, որտեղ էլի չեն հավատում։ Տեսեք, կյանքից հեռացավ մեծ բարերար Քրքրքորյանը։ Միլիարդների տեր կարողության մարդ, որ կարող էր իր ժառանգության մի մասը կտակել Հայաստանին։ Իհարկե դեռ կտեսնենք ինչպես է լինելու այդ գործընթացը, բայց նորից գոնե հետևելով ամերիկյան մամուլին, հայկական մամուլի վերլուծություններին, նույն այդ բարերարի մոտ կար անվստահություն Հայաստանի իշխանության նկատմամբ։ Մարդիկ չեն ցանկանում ներդրումներ կատարել Հայաստանում, որտեղ մարդիկ տեսնում են ինչ է կատարվում, կարմիր գծեր, արագաչափեր, ամեն գնով ժողովրդից փող հավաքելու մոլուսկ, անպաշտպան հասարակություն, տնտեսական մրցակցության բացակայություն, օլիգոպոլիաների համառ ու հետևողական զարգացում, որ սփյուռքը այս ամենը տեսնելով, հույսի ու հավատի ճգնաժամը տեսնելով Հայաստանում կփորձի լուրջ ծրագրեր իրականացնել։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք իրոք պետք է ամենակարևոր խնդիրը, որ մենք ունենք, մեր ժողովրդի մոտ մեծացնենք հավատը երկրում փոփոխություններ իրականացնելու հնարավորության նկատմամբ եւ դրա համար ներդնենք մեր լավագույն ջանքերը։ Տեսեք, այսօր աշխարհը բուրըն տեմպերով զարգանում է, ինչ է տեղի ունենում Կովկասյան տարածաշրջանում։ Մենք պետք է կարողանանք հանդես գալ համարձակ ու նորարարական գաղափարներով։ Մենք հանդես են գալիս արտաքին քաղաքական ճակատում հայ-ռուսական համագործակցության հետևողական խորացման օգտին։ Մենք գտնում ենք, որ ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում կարևորագույն դաշնակիցը եղել եւ մնում է Ռուսաստանի Դաշնությունը, եւ մենք պետք է կարողանանք խելամիտ լինելով համատեղ ուժերով զարգացնել մեր անվտանգության ենթակառուցվածքները։ Տեսեք, Հայաստանում գործում է 102-րդ ռուսական բազան։ Հայ-ռուսական քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը պետք է լինի 102-րդ ռազմական բազայի ինտենսիվ եւ ինստիտուցիոնալ արդիականացումը։ Ժամանակակից նոր սպառազինություններով այդ բազայի համալրումը, որը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման կարևորագույն բաղկացիչներից մեկը կարող է հանդիսանալ։ Մենք նաեւ հանդես են գալիս
գալիս տնտեսական համագործակցության խորացման օգտին։ Բոլորս պետք է ընդունենք այն պարզ ճշմարտությունը, որ մեր երկրի տնտեսությունը գերազանցապես գոնե այս պահի դրությամբ ինտեգրված է դեպի ռուսական շուկա, եվրասիական տնտեսական տարածք, բայց մենք ցավոք նորից չենք օգտվում դրանից։ Տեսեք, Հայաստանում չկան ղազախական, բելոռուսական, չգիտեմ, ներդրումներ։ Ռուսական ներդրումների ծավալը կտրուկ Հայաստանում նվազել է։ Պաշտոնական թվերով Ադրբեջանում կրկնակի անգամ ավելացել է, Հայաստանում նվազել է։ Սա նշանակում է, որ մենք պետք է փոխենք մեր տնտեսական քաղաքականությունը, շատ ավելի դիվերսիֆիկացնենք մեր տնտեսական քաղաքականությունը, այն դարձնենք ավելի արդյունքին միտված։ Բայց ցավոք այս ուղղությամբ ոչինչ չի արվում։ Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, մենք չենք կարողանում օգտվել այդ միության հնարավորություններից, որտեղ մեզ անհրաժեշտ են պատրաստված կադրեր, մեզ անհրաժեշտ է մրցանակ թիմ, մեզ անհրաժեշտ է նորարարական գաղափարներ եւ ի վերջո մարդիկ, ովքեր կարող են դա կյանքի կոչել։ Նույնը վերաբերում է ոչ միայն տնտեսության ու անվտանգության ոլորտում համագործակցությանը, մշակութային բազմաթիվ այլ ուղղություններով։ Մենք արտաքին քաղաքական պլատֆորմը հայկական վերածննդի խարսված է բալանսավորված ու հավասարակշռված հարաբերությունների հիման վրա։ Կարևորելով հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը, մենք միևնույն ժամանակ պետք է կարողանանք համառորեն խորացնել մեր համագործակցությունը աշխարհի մյուս ուժային կենտրոնների հետ։ Դուք տեսեք ինչ սրընթաց զարգացումներով առաջ է ընթանում Չինաստանը մետաքսի ճանապարհով նոր ու հզորագարուն ենթակառուցվածքներ կառուցելով։ Հայ-իրանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն հատկապես վերջի տնտեսական սանկցիաներից հետո։ Բայց մենք նորից ուրեմն նստած սպասում ենք եւ տարածաշրջանային ծրագրերից Հայաստանը շարունակում է դուրս մնալ, մինչդեռ Վրաստանը միլիոնավոր դոլարներ գումարներ է տանում իր երկրի պետական բյուջե միայն տարանցիկ ուրեմն երկիր լինելու հետևանքով։ Իսկ այսօր մենք շատ լավ հնարավորություն ունենք դառնալու կապող օղակ, շատ լավ հնարավորություն ունենք խորացնելու մեր համագործակցությունը մեր հարևանների հետ գլոբալ տարածաշրջանային ծրագրերի իրականացման միջոցով։ Մեզ համար չափազանց կարևոր է մեր հարաբերությունների խորացումը Եվրոպական միության հետ։ Մենք ի վերջո եվրոպական ժողովուրդ ենք։ Մենք պետք է հասկանանք, որ եվրասիական տարածքը չի կարող նպաստել Հայաստանում ժողովրդավարության խորացմանը կամ անկախ դատական համակարգի ձևավորմանը, քաղաքացիական հասարակության ու քաղաքական ինստիտուտների արդիականացմանը։ Մենք ցավոք այստեղ նույնպես ետընթաց ունենք եւ մենք հանդես ենք գալիս որպես նաեւ եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, որը Եվրոպայի խոշոր քաղաքական կազմակերպություններից մեկն է, Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների հետևական խորացման օգտին, Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների զարգացման օգտին։ Մենք այսօր ունենք 1.5 միլիոն հայ, որ ապրում է Միացյալ Նահանգներում։ Մենք այսօր ունենք 1.5 միլիոն հայ, որ ապրում է Արևմտյան Եվրոպայում, որը եվրոպական մի քանի երկրներում, այդ թվում Միացյալ Նահանգներում իրական ազդեցություն ունի տեղական, միջին եւ համապետական մակարդակում ընտրությունների արդյունքների վրա։ Մենք պետք է կարողանանք համախմբել հայ ազգի ներուժը, 10 միլիոնանոց հայկական սփյուռքի ներուժը, որովհետեւ մենք փոքր երկիր ենք, բայց պետք է ունենանք մեծ ամբիցիաներ։ Փոքր երկիր ենք, բայց պետք է ունենանք մեծ նպատակներ եւ մեր առջեւ դնենք հավակնող խնդիրներ եւ կարողանանք համառորեն հասնել այդ խնդիրների իրականացմանը։ Սիրելի հայրենակիցներ, չեմ ուզում երկար իմ ելույթով առանց այդ քիչ չխոսեցի, ձեզ հոգնեցնել, ես ուզում եմ ասել մի բան։ Գիտեք, իմ կյանքում երկու անգամ զբաղեցրել եմ բարձրագույն պաշտոններ։ Եղել եմ ազգային ժողովի նախագահ, անվտանգության խորհրդի քարտուղար, եւ իմ մեջ միշտ եղել է երկու մղում. մնալ, աշխատել, օգտվել քո կարգավիճակի առավելություններից, թե ընդվզել, պայքարել, որտեղ տեսնում ես, որ հայրենիքդ վատ վիճակում է, մարդիկ հեռանում են իրենց երկրից։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, ընտրել եմ պայքարելու ճանապարհը, դժվար ճանապարհը, քննադատությունների ճանապարհը,
տարբեր գնահատականների ու մեկնաբանությունների ճանապարհը, բայց ես հաստատուն եմ իմ ճանապարհի մեջ, ես հաստատուն եմ իմ դիրքորոշման մեջ, որովհետև ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք հաղթել եւ մեր հայրենիքը այս թշվառ վիճակից դուրս բերել։ Շնորհակալություն ուշադրության համար։